Հայաստանի ձայնն էլ ինձ համար բավականին ճիշտ հարթակ էր, այն առումով, որ ինձ կարևոր էր հասկանալ ինչքանով եմ ես սիրվում, որպեսզի ես ինչ-որ գումար վաստակեմ, ես գրում եմ ինչ-որ մեկի համար երգ, բառեր, երաժշտություն։ Դա ինձ համար ճիշտն ասած ավելի իդեալական գումար վաստակելու աղբյուր է, քան դուրս գալ բեմ եւ երգել հարսանիք։ Առհասարակ անկեղծությունը ինձ համար երևի թե բավականին մեծ ողնաշար է կյանքի ընթացքում, sense գնացող։ Եթե այդ անկեղծությունը կա, ապա արժի շարունակել։ Եթե չէ, ուրեմն սա իմ տեղը չի, ինձ այստեղ չեն հասկանում։ Փոխում ենք հարթակը։ Ինձ թվում է բոլոր ստեղծագործող մարդիկ միշտ ունեն ինչ-որ դրամա ներսում։ Կապ չունի, որ իրենց կյանքը վարդագույն եւ իդեալական է։ Միշտ բոլորը ունեն ինչ-որ մի պայքար ներսում, որի հիման վրա ծնվում է այն խորը երգերի ինչ-որ շարանը։ Ես չեմ սիրում, երբ կանայք թույլ են իրենց զգում ու չեն հասկանում իրենց արժեքը։ Ժողովուրդ հասկանում եք, ես ունեմ հայրանուն, ազգանունը բացարձակապես չեմ ուզում օգտագործեմ։ Եկեք լինի Այդա Արամի։ Ողջույն, Buzz TV եթերում չասված խոսքեր հաղորդաշարն է։ Այսօրվա իմ հյուրը բոլորիս կողմից սիրված երգչուհի Այդա Արամին է։ Բարի գալուստ իմ շատ սիրելի Այդա։ Բարև, շատ շնորհակալ եմ, որ հրավիրվեցի այստեղ։ Իհարկե, ես գիտես քեզ շատ սիրում եմ, քո մատուցած երաժշտությունը նույնպես շատ սիրում եմ, դու պարզապես չէիր կարող չլինել իմ տաղավարում։ Եվ այսպես Այդա Արամի, հա, երգչուհուն, երբ մենք փնտրում ենք տարբեր հարթակներում, on-line հարթակներում, գրեթե միայն քո գործունեության մասին ենք մենք ականատես լինում, ինչ որ երաժշտական գործերից եւ այլն։ Ինձ հետաքրքիր է, որտեղ է ծնվել եւ ինչպես է Այդա Արամիի մանկությունը եղել։ Ծնվել եմ քաղաք Երևանում, ստեղ արենք։ Կենտրոնում, այո, բայց 6 ամսեկանից իմ մանկությունը արդեն անցել է ձների մեջ Սիբիրներում։ Ես տեղափոխվել եմ մայրիկիս, հայրիկիս հետ Սիբիր ու տենց մինչ 20 տարեկան ապրել եմ Սիբիրում։ Ամառները դե իհարկե գալիս էինք Պարտաչանաչ, որովհետև ավելին ամեն տարի մենք տեղափոխվում էինք Հայաստան, որովհետև պապայիս մինչ այսօր երազանքն է վերջապես տեղափոխվել եւ ապրել իր հողում ու ինչ-ինչ պատճառներով ամեն անգամ չի ստացվում, բայց ես ամեն մայիսի վերջ հունիսի սկիզբ իմ դասարանցիներին ասում էի հաջող Միանգամից հաջող։ Այո, ասենց հաջող 100% էլի հետ չեմ գալու ոչինչ չի լինելու։ Մի քանի հատ ասենց աման պատարակախ շոր վերջնական հավաքում բերում էինք Հայաստան, սեպտեմբերին նորից գնում էի երեխեքի հետ դասի։ Ամեն անգամ հետ էինք վերել։ Ամեն անգամ գալ եւ գնալը։ Ինչ տարբերություններ էի դու տեսնում հայաստանյան իրականության եւ սիբիրյան իրականության միջեւ։ Ինձ թվում է ես մի քիչ անգիտակից էի այդ տարիներին, բավական երկար։ Կարծում եմ մինչև դպրոց ավարտելը տենց էապես ինչ-որ բան ինձ չէր հետաքրքրում, բացի իմ շրջապատից։ Եվ միանշանակ իմ ինչ-որ սենց հետաքրքրություններից, ալա լողային սպորտը, ալա երաժշտությունը, այդքանը։ Մնացածը ոնց որ իմ համար ամեն բան սենց քիչ-քիչ նույնպես էր ընթանում։ Համալսարանական տարիներին երևի թե արդեն հասկացա, որ ինչ որ ավելի հետաքրքիր բան եմ ուզում ու ինչը ինձ չի կարող տալ Սիբիրը ու գուցե ինչ որ մի պահի, սակայն չէ, այն ժամանակ մտածում էի, որ Հայաստանն էլ չի կարող տա։ Դրա համար տենց դուրս էի ուզում գնալ շատ սովորելու, բայց հասկանում էի, որ ոնց որ մամա ինձ թողեմ, հայ ընտանիք, իրենց դա էլ վերջնական չէր կարծես։ Հա։ Բայց օրերից մի օր շատ վառ եմ հիշում այդ օրը, գալիս եմ համալսարանից տուն, որովհետև ես միշտ երգել եմ ու 14 տարեկանից աշխատել եմ երգով հետ։ Պապաս միշտ ասում էր, կապ չունի անկախ ամենից, դու մի հատ էլ մասնագիտություն պիտի ունենաս, որովհետև դու չգիտես, կարող է ինչ-որ մի պահի դու հիասթափվում ես, տեսնելով տեսակս, իմանալով շոու բիզնեսը, ոնց որ թե մի պստիկ միշտ ասում էր, որ ինչ-որ մի բան էլ մտածի, որ ունենաս քո։ Ես որպես ալտերնատիվ դու կարող ես էլի, հա, ապագատ կերտել, եթե ինչ։ Բայց օրերից մի օր եկա տուն եւ տեսա, որ պապաս ինչ-որ հայտ է ներկայացրել Լոնդոնի համալսարաններից մեկը երաժշտական, որտեղ որ ես տենց ընդունվեցի, պապաս, որ ռուսերեն եւ հայերեն ամենակ հասկանում։ Լրացրել էր, հա, ինչ-որ ձև, չգիտեմ, մամայի հետ ինչ էին արել։ Տենց երազանքները սկսեցին իրականանալ արդեն ավելի հստակ։
Այսինքն Լոնդոնի երաժշտական դպրոցում եւս սովորել ես։ Որ թվականների։ Համալսարանում սովորել եմ 10-ից 12-ին արդեն տեղափոխվել եմ Հայաստան, որտեղ ասեցի կներեք, բայց Սիբիրում ոնց որ այդքան էլ պետք չի իմ ստեղծագործելը։ Ցավոք սրտի ու 20 տարեկանից սկսվեց իմ ոնց որ ինքնուրույն եւ մենակ ապրելու տենց։ Եվ նաև առաջին քայլերը։ Այո։ Մինչ քո հայաստանյան գործունեությանը անդրադառնալը, ես կուզենամ հասկանալ ինչ տվեց քեզ լոնդոնյան այդ 2 տարիները։ Եվ այնտեղ ի վերջո չէ դու հասկացար, որ միևնույն է, չէ, պետք է վերադառնամ Հայաստան։ Հա։ Ինձ երևի թե ինչ տվեց լոնդոնյան այդ ուսումը, սկսած բավականին տենց լայնածավալ ճաշակային տեսանկյունից ավելի հստակ ես հասկացա թե ինչ եմ ուզում ես անել, ոնց կարելի է դա անել, ինչ կերպ կարելի է դա ինչ որ տեսակ առաջ տանել եւ մարդկանց ճանաչելու ինչ կարծում եմ կարևոր բաներից մեկն է կյանքում, մարդկանց ճանաչելու այդ ինչ որ հմտություն, հա։ Ու այդպես տեղափոխվեցի այստեղ ու սկսեցի գրել իմ առաջին անգլերենի ալբոմը։ Այդ ժամանակ հայերեն չէի գրում։ Այդ ալբոմի զուգընթաց բոլորս հիշում ենք Այդա Քալանթարյանին Հայաստանի ձայնը նախագծից, քո հզոր կերպարով, քո հզոր ձայնով, նաև այդ ռինգային փուլերում եմ ես հիշում, ճիշտ այդ ժամանակ շատ փոքր էի, երևի 16-17 տարեկան, բայց ես հիշում էի։ Խոսենք Հայաստանի ձայնը նախագծից, այն ինչ տվեց քեզ։ Ինչ ճիշտ ասեցիր Այդա Քալանթարյանին։ Այդ պայքարը սկսվեց հենց այդ հայտը ներկայացնելուց։ Ասում եմ, ժողովուրդ հասկանում եք, ես ունեմ հայրանուն, ազգանունը բացարձակապես չեմ ուզում օգտագործեմ։ Եկեք լինի Այդա Արամի։ Չէ, պետք է լինի ազգանուն։ Ասում եմ, ոնց բեմական կերպար, չգիտեմ, անուն եւ այլն եւ այլն։ Արամյանա ձեր ազգանուն։ Ասում եմ, չէ, հայրանունը սա, հորս անունն է Արամ կլինի։ Այո։ Կլինի այդպես լինի։ Մի խոսքով ասեցին իհարկե կլինի ու հետո ես տեսնում եմ եթերում Այդա Քալանթարյան բոլոր տեղել այդ մի խոսքով տենց երկու կերպարի մի քիչ բաժանվեց Այդա Արամին, բայց Հայաստանի ձայնն էլ ինձ համար բավականին ճիշտ հարթակ էր այն առումով, որ ինձ կարևոր էր հասկանալ ինչքանով եմ ես սիրվում, ինչքանով ապարդյուն չի երևի թե այն ինչ անում եմ, որովհետև մի բան ա դու ընկերներիդ հրավիրես համերգի, բարեկամների հրավիրես համերգի, չգիտեմ, բաժանես SIM քարտեր, որ քո համար ինչ-որ ձայներ եւ քվեարկություններ անեն, եւ մեկ այլ բան է, դու դուրս գաս բեմ ու անկեղծ հասկանաս, թե ով է ուզում քեզ լսի կամ ով վաղ մյուս օր կգա համերգիդ կամ կլսի քո գրած երգը։ Ու ինձ համար այդ անկեղծությունը, առհասարակ անկեղծությունը ինձ համար երևի թե բավականին մեծ ողնաշար է կյանքի ընթացքում, sense գնացող Եթե այդ անկեղծությունը կա, ապա արժի շարունակել։ Եթե չէ, ուրեմն սա իմ տեղը չի, ինձ այստեղ չեն հասկանում, մենք փոխում ենք հարթակը։ Այդ անկեղծությունը ես տեսա, չեմ կարող ասել sense լայնամասշտաբ։ Այդ անկեղծությունը այ փոխադարձ է հանդիսատեսի կողմից դեպի քեզ։ Հա, հենց հանդիսատեսի կողմից։ Ու այդպես ես հասկացա, որ չէ, ճիշտ ուղու վրա եմ, պիտի շարունակեմ, պիտի պայքարեմ, պիտի անեմ այն ինչ անում եմ ու շատ կարևոր է անել այն ինչ դու ես անում, այն ինչ քո ներսից է գալիս, ոչ թե կողքից ասում են եւ թելադրում են, որ դու սենց որ անես, փողիկ կլինի։ Սենց որ չանես, քասիկ կմեռնես։ Ինձ հետաքրքիր է Այդա Քալանթարյանից անցումը դեպի Այդա Արամին։ Ինչպես դա ստացվեց։ Երևի Այդա Քալանթարյան բավականին տենց Ինձ թվում է Այդա Քալանթարյանը իմ համար ինչ-որ դպրոցական համալսարական եւ երբեմն ինչ-որ sense կողքից որ գործ եմ անում, օրինակ համագործակցում եմ հիմա տենց ՄԱԿ-ի հետ եւ այլն, այդ դաշտում ես Այդա Քալանթարյան եմ իրանց տենց շատ ավելի այսպես օֆիցիալ դաշտում, հա, ինչ-որ sense օֆիցիալ եւ պայմանագրային, ցիվիլ եւ պայմանագրային ինչ-որ առումով նույնիսկ երբեմն անհետաքրքիր։ Իսկ հենց ստեղծագործական եւ երաժշտական իմ համար Այդա Արամի է։ Հայաստանի ձայնը դա ինչ որ հանդուրժելու փուլ էր, դրա համար իմ համար ես միևնույնն է Այդա Արամի էի բնականաբար, զուտ եթեր գնում էի որպես Քալանթարյան։ Իսկ մտքիս դա եկավ երևի թե տենց ավարտական դասարաններն էր, որ պապաս ասում է լավ, բալես, հիմա հələ ինձ կասես բեմական դու ինչ անուն, ինչ պետք է լինի, Այդա Քալանթարյան չես լինի, ամոթ չի, հազար հատ անուն ազգանունով մարդ կա։ Ու դա երևի թե Քանի որ ես Ռուսաստան եմ մեծացել, իմ շրջապատը բնականաբար ռուս ժողովրդից է ավելի շատ։ Որտեղ դիմում են հայրանունով։ Այո։ Ու ինձ համար sense իմ հայրանուն ես ահավոր սիրում եմ ոնց է հնչում անուն հայրանունս։ Մի տեսակ sense շատ երկեցիկ է իմ ականջին։
Ու մամաս էլ ասում էր, դու գիտես, որ հայրանունները հայերենում ոնց որ ես իմ ինչի, օրինակ, հա, այդպես են հնչում։ Ու ինձ ահավոր դա դուր եկա, որ Այդա Արամի նախ այդպես կերպար մենք այն ժամանակ չունեինք, բոլորը անուն ազգանուն էին մտածում։ Ու ես մտածեցի, որ դա իսկական հենց այն է, ինչ որ ինձ համ համահունչ է, համ շատ սիրուն է հնչում, համ կարծում եմ չկա ու ուրիշ է։ Հետո արդեն բոլորը դարձան տենց Գևորգի, Աշոտի, Արմենի։ Կարևոր է ցեցեք բոլորի մարմինների մեջ։ Բայց այդ շատ լավ է, որտեղ այնքան սիրուն է հնչում։ Մենք մի տեսակ Եվ տարբերվող է ինչ-որ առումով։ Պոստսովետական այդ բանից մնացել էր մեր մոտ ovna վիճակը, բայց մեր հայերենը շատ ավելի մի տեսակ բարձր է, ասենց, չգիտեմ, թանկ է հնչում։ Այդա վերջին տասնամյակում գործունեություն է ծավալել երաժշտական ասպարեզում, ինձ հետաքրքիր է այդ 10 տարվա տրանսֆորմացիան դնենք մի կողմ, այսօրվա օրով։ Քեզ գոհացնում է հայկական շոու բիզնեսը։ Ես չեմ կարծում, որ հայկական շոու բիզնես կա։ Ես կարծում եմ, որ կա բիզնես, որտեղ որ մաքսիմալ առհասարակ կա բիզնես, շոուն արդեն այդպես բավականին նվազել է։ Շոուն հետ է նահանջել։ Հա։ Նախ շատ դժվար է զարմացնելը, կարծում եմ այդ է հարցը, բայց հիմա նաև մարդիկ չեն մտածում, որ ինձ թվում է զարմացնելը հիմա դարձել է անկեղծությունը, զարմացնելը դարձել է հոգին, զարմացնելը դարձել է ինչ-որ մեղեդային ու սենց ինչ-որ սրտի լարերին կպնող որևէ բանը, ոչ թե 30 վայրկյանի մեջ տեղավորվող մի պստիկ մի բան, որը այդ պահին հիշում ես, 5 տարի հետո դու դրա տակ այլևս չես լացելու, ոչ էլ ապարելու ես։ Չգիտեմ, ես նույնիսկ չգիտեմ ինչ պատասխանեմ այդ հարցին, անկեղծ որ ասեմ, քանի որ ես համ ինձ եմ փորձում դուրս պահեմ այդ ամենից, համ իմ տեսակով չեմ կարող այդ ամենի մեջ լինեմ, ոչ կընդունվեմ, ոչ էլ կընդունեմ վստահեմ։ Դրա համար սենց մենք սենց ինչ որ քո տեսակը իմանալով, ես թվում է դու լինելով շոու բիզնեսում, նաև շոու բիզնեսից դուրս ես։ Հա։ Շատ հետաքրքիր է, պարադոքսալ մի բան է, հետաքրքիր է, որ ժամանակ ես դու քեզ զգում շոու բիզնեսի մեջ։ Երբ որ համերգներ ես տալիս, երբ որ տեսահոլովակներ ես ներկայացնում, երբ ես դու քեզ զգում, որ Այդա Արամին շոու բիզնեսի մի մաս է կազմում։ Ինչ հետաքրքիր հարց ես տալիս։ Երևի թե երբ ինչ որ մի պահ անցել, որ այլևս նույնիսկ տեսահոլովակների համար ես ինձ չեմ ընկալում որպես շոու բիզնեսի միջի մարդ։ Միջի մարդ ընկալում եմ երևի թե երբ պետքա ինչ-որ կապ հաստատեմ, երբ պետքա ինչ-որ շփում լինի եւ պետքա ինչ-որ միջոցառում լինի, որ ես չեմ կարող հորինեմ պատճառ եւ չգնամ, կամ գտնեմ ինչ-որ մի իսկապես պատճառ, որ չգնամ։ Մեկ էլ համերգների ժամանակ, երբ դա ինչ-որ մեծ sense ասորցի համերգ է եւ տարբեր տեսակի մարդիկ կան, տարբեր տեսակի գոլեգաներ կան, լավ թե վատ, բայց դու պետքա ինչ-որ կերպարի մեջ մտնես։ Դիմավորես եւ ճանապարհես։ Այո, ու այդ տանում է ինձանից երևի թե ցենց անսպար շատ էներգիա, ու ինչ որ մի պահի ես կամ պիտի կոտրվեմ եւ անկեղծություն ինչ որ մի պահի ցույց գոնե աչքերիցս այդ մարդը կհասկանա, որ ես իրան չեմ սիրում, ու այդ շատ վատ է, որովհետեւ ես ինքս իմ հետ դրա շուրջ աշխատում եմ, ի վերջո մենք գիտենք այդ հարթակը չէ, ինչի մասին է։ Բայց այդ կամելեոնությունը երևի թե ահավոր դժվար է ինձ տրվում, դրա համար ես աշխատում եմ լինեմ ցենց կողքից եւ փակ։ Հա, հա։ Հետաքրքիր է, երբ դպրոցական տարիներին գալիս էիր արձակուրդներին Հայաստան, բնականաբար տեսնում էիր կամ լսում էիր այդ ժամանակ, հա, ճանաչված եւ սիրված շոու բիզնեսյան մեր աստղերին, եւ տարիները անցան, քեզ համար քո մանկության շրջանի սիրելի դեմքերը ովքեր են եւ արդյոք ստացվեց այնպես, որ տարիներ հետո ծանոթացար եւ ընկերացար նրանց հետ։ Կան այդպիսի կերպարներ։ Սիրված տենց որ ասեմ կուրք եմ սարքե կամ սիրել։ Կուրք չէ, ուղղակի որ երաժշտությունը հավանել ես քիչ թե շատ, համեմատած մյուսներին։ Հա, բավականին sense լայնածավալ երգեր կային, որ ես եմի էի լսում։ Ինչ խոսք, եմին նաև անձնապես եմ շատ սիրում, շատ լավն է, ու sense մի տեսակ այդ առումով համաձայն շատ, այո, շատ։ Երևի թե Սիրուշոյի երգերը միանշանակ բոլորս լսում էինք, Սիրուշոյի անձամբ ծանոթ չեմ։ Շուշան Պետրոսյանը էի կարծում եմ համարում որպես բավականին մեծ վոկալիստ կա եւ բավականին sense ծանրակշիռ խոսք ունեցող մարդ։ Հաշվի առնելով նաև իր մատուցած երաժշտությունը։ Այո, ճաշակը, այո, միանշանակ sense միշտ ինձ հետաքրքրել է, այնպես է պատահել, որ նաև իր հետ եմ ծանոթացել։ Երևի թե sense չի եղել, որ պատկերացրել եմ ինչ որ sense
Սենց ինչ որ վարդագույն կերպար կամ լսել եմ երաժշտությունը, հետո ծանոթացել եմ ու լրիվ հակասական ինչ որ էներգիա եմ ստացել։ Կարծում եմ տենց չեմ ունեցել։ Շատ լավ։ Ինչպես է դիմանում, այս բառը պատահական չեմ ասում, ինչպես է դիմանում Այդա Արամին իր մատուցած երաժշտությամբ այս համատարած, կներեք բառիս համար, բայց համատարած աղբի մեջ։ Որն է քո պայքարելու միջոցը, այսպես։ Չակնկալել ոչինչ, կարծում եմ, եւ լինել հավատարիմ ինքս ինձ։ Այսինքն եթե ես զգում եմ ներսից, որ ես սա պիտի անեմ, ինչքան էլ ինձ ասում են սա աշխատող չի, ասում եմ շատ լավ, թող չաշխատի, բայց այն 3 հոգին, 100 հոգին, չգիտեմ, քանի հոգի է, հա, ինձ սիրում կամ լսում, այդ 3-ին նույնիսկ ես չեմ կարող դավաճանել եւ տալ ինչ որ մի բան, ոչ այդ 3-ը կհասկանան դու ինչ ես արել։ Ոչ էլ են մարդիկ, ովքեր որ sense համատարած այդ կոմերցիան են այսպես կոչեցալ լսում, որ ես աղջիկը որ դու հայտնում ես։ Ոչ դեմքիս ասազելու, ոչ իմ անկեղծ վիճակն է լինելու, ես չեմ մատուցելու դա այնպես, ինչպես պիտի դա մատուցվի։ Ու այսպես ստացվելու է, որ ես ինչ որ sense կամուրջի վրա եմ մնալու, բայց ոչ այս կողմ, ոչ այն կողմ։ Դրա համար մտածում եմ, որ մարդ պիտի լինի հավատարիմ իր ներքին ներքուս տեկացած երևի ինչ որ sense ներքնաշխարհին։ Հա, որովհետև քանի որ ես նաև ստեղծագործում եմ եւ վերջերս սովորել եմ սովորում եմ մի շարք մասնագիտություններ եւ գործիքավորում ամեն ինչը որ լինի մի հոգու արած, այսինքն իմ, որ չլինի այնպես որ ես գնամ երկով ասեմ, տես երկ եմ գրել, ինձ ասեն, չէ, գիտես, ես սենց գործիքավորենք այս ոչի մեջ, ես ասեմ, բայց ես սենց եմ ուզում ու այդ պայքարը գնա, այդ պայքարից խուսափելու համար կրկին իմ ինտրովերտ տեսակը որոշել է, այո, որ դե գնա սովորի, որ տենց ես ուզում, դե գնա սովորի։ Դրա համար հիմա այսա անսովեր կլինի նոր երգը, որը որ լիովին ես եմ արել ու կարծում եմ ես իմ մի քանի արած, որտեվ վերջի 3 գործերը ես եմ արել, սենց գտնում եմ, որ այդ մեկը արդեն տեսնում եմ էլի, սենց աստիճանաբար ինչպես եմ աճում, հա, ահա որ սենց ուրախանում եմ։ Հեղինակ կատարողները միշտ ունեն ոգեշնչման աղբյուրներ, թե նեգատիվ, թե նաև պոզիտիվ, հա, ինչ որ էմոցիաներից կամ դեպքերից։ Քո դեպքում քեզ համար ավելի այսպես ազդեցիկ երգերը ինչ տրամադրության տակ են ծնվում։ Ինձ թվում է բոլոր ստեղծագործող մարդիկ միշտ ունեն ինչ որ դրամա ներսում, կապ չունի որ իրենց կյանքը վարդագույն եւ իդեալական է, օրինակ։ Միշտ բոլորը ունեն ինչ որ մի պայքար ներսում, որի հիման վրա ծնվում է այն խորը երգերի ինչ որ շարանը։ Ներկա պահին ինձ բավականին հեշտ է տրվում, կարծում եմ, sense թեթև երգեր գրելը, որովհետև այդ հարցում նաև ամուսինս են շատ օգնում, որտեղ ինքը sense են թեթև երգերի մի օրում միլիոն հատ ինքը գրում է, գործ անելուց, չգիտեմ, պրոստը գրում է երգ, քանի գործ անում, լուրջ չի մնում, էլի։ Դրա համար այդ իր երգած օրվա ընթացքում գալիս է ինձ մոտ որպես վերջնական երգ, եւ ես ինչ որ բան եմ անում, sense մի քիչ գործ եմ անում վրան եւ ստացվում է երգ։ Բայց այդ խորը երգերը օրինակ, որոնք որ ունեն, ինձ թվում է դու գիտակցում ես եւ վստահ ինձանից լավ ես դա հասկանում, որ ես չեմ կարողանում ուղակի երգ գրեմ, ինչ որ ուրախ երգերս ուղակի երգեր են, որ հարցնես ինչի մասին է, երբեք չեմ պատասխանում։ Հոգեվիճակը այն որ ծովը խաղաղում է, այդ վիճակն է։ Հա։ Իսկ այդ խորը գործերը, որոնք որ ինձ պետքա sense քաշեմ մեջիցս հանեմ ու անենց նախադասություններով լինի, որ հասկացողը կհասկանա, այ դա չեմ կարողանում իմ մեջ փոխեմ, որովհետև ինձ միշտ ասում են, որպեսզի դանդաղ բալադներն են աշխատում, չէ՞, բալադներն են սիրվում, բայց ես չեմ կարողանում ծամեմ դնեմ մարդու ականջը այս դեպքում։ Պիտի լինի նենց մի բան, որ այդ մարդը ինքը քաղի միջից։ Ու այդ հոգեվիճակը ես իմ մեջ եմ միշտ փնտրում, ինչ որ անցած ուղու կամ տեսած իմ ուղու ընթացքում ինչ-որ մի բան կամ իմ շրջապատից կամ այն որ ես ուղղակի այդ սցենարի իմ ուղղում գցել եմ եւ որոշել եմ որ այս դրաման կարող է տեղի ունենալ ու ես այդ հոգեվիճակը շատ եմ սիրում որովհետեւ այդ նեգատիվ էմոցիայից ավելի սիրուն եւ մեծ եւ հեռու բաներ են իրականում գալիս քան դրական ուրախությունները։ Շատ ավելի ասելիք ունեցող եւ հուշկու են, հա, հանդիսատեսի հոգուն կպչող են հենց նեգատիվ էմոցիաներից ծնված երաժշտությունը։ Մի երգ ունես, որի դեպ իմ ամենասիրելի երգն է, քո երգացանկից Բախտս բերել է։ Այդա Արամի Բախտը բերել է։ Բերել է։ Միանշանակ բերել է։ Հա, ես միշտ ասում եմ, ինչքան էլ դա, չգիտեմ, լիքը մարդու համար երևի թե վատ է դա հնչում, բայց
ես իմ տեսակով բավականին սիրում եմ մարդկանց օգնել, փրկել, սենց չգիտեմ, ահա որ սիրում եմ, երբ որ մարդը ինչ որ հատկապես կանանց այս առումով իրականում այդ շատ ինձ չգիտեմ, բնորոշ է։ Ես չեմ սիրում, երբ կանայք թույլ են իրենց զգում ու չեն հասկանում իրենց արժեքը, որովհետև դա իմ համար աբսուրդային է։ Ու միշտ ուզում եմ, որ յուրաքանչյուր մարդ առհասարակ իմանա իր արժեքը։ Ու ինձ մի անգամ ասեցին, դե քո ձայնը տակ տեղից է գալիս։ Այդ վերադառնալով նրան, որ բախտս բերել է, գուցե իմ ձայնը տակ տեղից է գալիս, բայց յուրաքանչյուր մարդ իր ոնց որ կյանքում ունի դժվարություններ, որոնք իր համար կոնկրետ ֆատալ են։ Գուցե դիմացինի համար դա ոչինչ է, բայց քո համար այդ տվյալ պահին դա կյանքի ավարտ է ինչ որ առումով։ Եվ երբ դու ինչ որ եզրակացություններ ես անում ու հասկանում ես, որ դու քո բախտը այնքան է բերել, որ դու ունես ուղեղ ինչ որ բանից դուրս գալով անել եզրակացություն, ոչ թե գնալ կես մետր այս կողմ եւ նույն բանի մեջ ընկնել։ Մենակ դա արդեն ես գտնում եմ, որ բավականին մեծ բախտ բերելու բան է, չհաշված այն, թե ինչ սիրուն մարդիկ են ինձ շրջապատում ու ինչ սիրուն մարդկանց հետ եմ ես ծանոթանում պարբերաբար, նենց տեղերում, որ չես է պատկերացնի, որ կծանոթանաս։ Իհարկե։ Շնորհակալ եմ։ Շատերին հետաքրքիր նաև Այդա Արամիի երջանիկ եւ այսպես աչքի ընկնող ընտանեկան կյանքը։ Խոսենք այս մասին, ինչպես հասկացար, որ հենց նա է քո սրտի արքան։ Ինձ թվում է վերջերս եմ հասկացել։ Կապ չունի, որ արդեն 5 տարի ամուսնացած ենք համարը։ Անկեղծ ասած, ես այն տեսակն եմ, որ երբեք չէի պատկերացնում, որ կամուսնանամ, որովհետև իմ համար իմ ազատությունը ահա որ կարևոր բան է, շատ կարևոր բան է։ Ու ես միշտ մտածել եմ, որ այնքան բան կա այս կյանքում անելու, որ դու ֆիզիկապես չես հասցնում ամուսնանալու վրա ժամանակ ծախսես, ոնց որ ավելի լավ է ուրիշ լիքը բաներով զբաղվես, էլի։ Ու այդպես օրերից մի օր ինձ թվում է ամուսնուս հասկանալուց եմ ես հասկացել, որովհետև ես իրեն շատ շուտվանից եմ ճանաչում ու միշտ մտածել եմ, որ ասենց ոսկի մարդ է ինքը, իսկապես ոսկի հոգի ունի, ու միշտ մտածել եմ, որ ինչքան կուզեմ էլի այս մարդու բախտը, տենց մարդիկ կան, չէ՞, միշտ կյանքում, որ նայում ես ասում ես, այնքան կուզեմ իր կողակիցը կամ իր կյանքը նես դասավորվի, որ ասենց իրան արժանի լինի, էլի, որտեվ իսկապես քիչ են լավ մարդիկ այսօր, ասենց տանես սաղին տուն պահես, այնքան որ չվատանան մին 10 տարի հետո չլսես, որ այս մարդը դարձավ լրիվ ուրիշ կերպար։ Այդպես երբ որ արդեն հասկացա, որ մենք մի քիչ ընկերականից 10 տարի անց դառնում ենք մի քիչ ավելի բան, ուրիշ հարթակ ենք գնում, հասկացա, որ եթե ես իր հետ չամուսնանամ, ապա ես իսկապես չեմ ամուսնանա երբեք, որովհետև ինքը ոչ թե այն առումով, որ վայ չեմ ամուսնանա, պետք է շտապ ամուսնանալ, այլ այն առումով, որ ինքը ուղղակի սենց իդեալական իմ համար իդեալական այդ puzzle-ի մասնիկն է, որը որ սենց ամեն ձև համընկնում է։ Ոչ իմ ազատությունն է ինչ որ առումով այն ինչ կարևոր է էլի իմ համար, այո, ոչ ինձ սահմանափակում է իմ ազատության մեջ, ոչ իմ ստեղծագործական գործունեության օգնում է, գործունեության մեջ է ինձ սահմանափակում, ոչ լիովին հասկանում է իմ տրամադրության, իսկ իմ տրամադրությունը շատ հաճախ է փոխվում, որ ամեն ինչով ինքը ոնց որ սենց իդեալական քո համար ստեղծված ինչ որ կերպար լինի, որ իր գույնը քո գույնի հետ դառնում է մի հատ սենց շատ սիրուն նկար, հա։ Այդպես ամեն դեպքում ինձ բավականին տենց երկար տարիներ պետք է, մի 3 տարի երևի պետք է կա, որ ես հասկանամ, որ ես A ամուսնացել եմ, B ինքը իդեալական ամուսին է իմ համար, որտեղ մինչ այդ ես ինչ որ առումով դեռ ներսում պայքարում էի։ Նախ մենք ամուսնացանք 20 թվին ու ամեն բան սենց ոնց որ նոր կյանք, նոր փուլ, փոփոխական էր էլի, մինչև 20 թիվը լրիվ ուրիշ բան էր, 20 թվից հետո հələ մի հատ էլ այս ընտանիքը ստեղծվեց ու սենց մի տեսակ շատ անսովոր էր ամեն բան, բայց Արժից օգտվենք եւ բարևներ հղենք ամուսնուն։ Շատ լավ, առաջիկայում ինչ հետաքրքիր նոր պրոյեկտներ, ծրագրեր ունես։ Առաջիկայում, քանի որ ես արդեն ինչպես ասեցի, գործիքավորում եմ, որոշել եմ, որ 2 ամիսը մեկ սենց բարձրացնում եմ, որ երբեք ստոպ չտամ, էլի։ Որոշել եմ ամիսը մեկ կարող է սուտ լինի, 2 ամիսը մեկ պարտադիր նոր գործ ունենամ, որտեղ ամեն բան իմ ձեռքերում է։ Հետևաբար ամսվա վերջ արդեն սպասենք մինչև գինու փառատոն, սենց գինու մասին բավականին թեթև գործ է սպասվում ռեգի վիճակի մեջ։ Երեք պկու էինք ձայնագրում ու շատ սենց ահա որ սիրուն է ստացվել։ Մի խոսքով սենց շատ դրական, ուղղակի վայելելու երգ է լինելու։ Համերգներ բնականաբար ամառվա շրջանը դե բավականին տենց թեժ է։
պես որ համերգներ էլ կլինեն։ Այո, դու հանդես ես գալիս ժամանակ առ ժամանակ քո փոքրիկ մենահամերգներով։ Ունես առաջիկայում հենց օրով արդեն։ Ուզում եմ ամռանը դեռ օր չունեմ, դրա համար չխաբեմ, բայց ամառվա ընթացքում պարտադիր կանեմ, որովհետև այդ փոքր կամերային համերգները ահավոր մեծ էներգիա են տալիս։ Մեծ փոքր հանդիսատեսով, բայց մի տեսակ ավելի արտիստի եւ հանդիսատեսի երկխոսությունը շատ ավելի անկեղծ է լինում։ Հա, շատ։ Ես օրինակ ինձ թվում է մեծ համերգը ավելի չեմ ուզում սխալ բառ օգտագործել, բայց ավելի պաշտոնական է, այսինքն կանգնում ես բեմում եւ երգում ես, այդ երկխոսությունը անկեղծության առումով այդքան չկա։ Հա, ու այդ չես հասցնում նույնիսկ ամեն մեկի հետ ինչ որ մի հատ լուսանկարվել կամ հայացք բռնես կամ ինչ որ։ Հա, ես հաշվի առնելով որ բավականին շատ հումորներ եմ անում նաև համերգների ընթացքում, էլի։ Ես պատկերացնում եմ։ Դրա համար այդ համերգները տենց կիսա ստենդափ է դառնում ինչ որ մի պահի, բայց տենց բավականին հավես անցնում։ Շատ լավ, եւ հաղորդման վերջում ես ուզում եմ խոսենք նաև քո մատուցած երաժշտության եւ այսօրվա ստանդարտների համեմատության մեջ, հա։ Դու ամեն դեպքում քո գույնը չես կորցնում, քո տեսակը չես կորցնում, ինչ ոճի մեջ որ ստեղծագործել է, շարունակում ես ստեղծագործել եւ դա շատ ողջունելի է։ Բայց այս դեպքում ինչպես է արարում եւ ապրում այդ արամը, եթե կոմերցիոն տեսանկյունից նայենք, քո մատուցած երաժշտությունը ցավոք սրտի կոմերցիոն չենք կարող դիտարկել։ Այո։ Հենց դա է ամբողջ բարդությունը, բայց որպեսզի կարողանամ ինչ որ գումարային տեսանկյունից եթե խոսենք, որպեսզի ես ինչ որ գումար վաստակեմ, ես գրում եմ ինչ որ մեկի համար երգ, բառեր, երաժշտություն։ Հիմա արդեն ինչու ոչ մի քիչ էլ հմտանամ ամբողջական երգը պատրաստ կլինի իմ կողմից ու դա ինձ համար ճիշտ ասած ավելի իդեալական գումար վաստակելու աղբյուր է, քան դուրս գալ բեմ եւ երգել հարսանիք։ Ինչու, որովհետև կրկին դու պիտի այդ կապիկությունը անես, իսկ դա ինչպես հասկացանք իմ համար մեծ բարդություն է, որովհետև եթե մի բանից դուր չի գալիս, ես ավելի լավ է կասեմ եկեք մենք հենց հիմա բաժանվենք, այն 3 երգը նվերել, բայց մենք գնանք տուն, դուք այլևս մենք չենք կարող, էլի, հա։ Այդ պահն է, ինձ թվում է դա է եղել ամենամեծ մոտիվացիան իմ համար, որպեսզի ես արդեն անցնեմ նաև առանջների, որպեսզի կարողանամ ես իմ համար իմ ստուդիայում տանը փակված անեմ երգը, ստեղծագործեմ, սարքեմ այն ինչ ուզում եմ պատվիրատուն եւ հաջողություն, որովհետեւ այդ դեպքում արդեն դու կարող ես նաև ընտրել ում համար ես դու այդ երգը գրում, դու զգում ես արդյոք այդ մարդուն թե չէ, որովհետեւ հո ձեր չենք թափի, ինչա թե։ Իհարկե։ Այսինքն ինչպես երաժշտական առումով չես դավաճանում քո ոճին, այլ նաև որպես անհատ եւ որպես հեղինակ կատարող չես դավաճանում ինքդ քեզ, դա շատ ողջունելի է։ Մերսի շատ։ Եվ քո թույլտվությամբ անցնենք հաղորդման վերջում իմ 6 բլից հարցերին։ Այ սիրով։ Հարց առաջին. որը կլինի այն միակ խորհուրդը, որ ինքդ քեզ կտաս։ Երբեք չհանձնվել։ Բնության որ երևույթին ես նմանեցնում քեզ եւ ինչու։ Ինձ թվում է աստղերին, երկնքին, բայց աստղերին, որովհետև երեկոյան երկնքին։ Այո, երեկոյան երկնքին իր բոլոր գույներով եւ փոթորիկներով, որովհետև նայած ինչ ես դու ուզում տեսնես, դու ճիշտ վայրում պիտի լինես եւ ճիշտ տրամադրվածությամբ։ Հետևաբար ոնց որ այնքան կարևոր է իմ համար։ Ես կարող եմ ահավոր սիրեմ մարդուն, բայց այդ պահին եթե ինչ որ sense ուրիշ էներգիա եմ այդ պահին իրանից զգում, հասկանամ, որ ես չեմ կարողանում բացվեմ անկեղծ լինեմ ու ինքս ինձանից զզվեմ, որ չեմ կարողանում ես մարդուն այսքան սիրում ես ու մի տեսակ ինչ որ sense քարա կապվել, հա, չես կարողանում այդ հաղթահարես։ Այդպիսի բաներ շատ են լինում քո կյանքում։ Հիմնականում երևի թե չէ, բայց մեկ-մեկ լինում է ու այդ մեկ-մեկ այնքան խոցելի է, որ sense ահավոր շատ է հիշվում։ Ազդում է վրա։ Պատմական որ հերոսի փոխարեն ցանկանայիր լինել եւ ինչու։ Կցանկանայի լինել։ Կցանկանայի չեմ կարող ասել, անկեղծ չեմ կարող, բայց ուղղումս Ժաննա Դարկն է։ Չգիտեմ ինչու։ Երևի թե այն քո գաղափարին մինչ վերջ հեղափոխական կերպար է եղել։ Հա, որովհետև իմ համար շատ կարևոր եւ պրինցիպիալ է, որ եթե դու ինչ-որ բանին հավատում ես, մինչև վերջ կգնաս։ Իսկապես հավատում ես, դու չես կարող վաղը մտքափոխվել։ Այդ մի տեսակ Ուսամ որ եթե Ժաննա Դարկը լիներ, վերջաբանը հաստատ այդպես չէր լինի։ Դրա համար եմ ասում, որ չեմ ուզում նմանվեմ էլի։ Առանց ում կամ ինչի չես պատկերացնի քո կյանքը։ Առանց ամուսնուս եւ առանց երաժշտության։
Եթե քո կյանքը վերածենք գրքի, այն ինչպիսի վերնագիր կունենա։ Նա կլինի միանշանակ դա կլինի միանշանակ դրամա, վստահ եմ, բայց դրական ավարտով։ Իսկ թե վերնագիրը ինչ կլինի։ Ըստ ումա կարա ան վերնագիր լինի։ Ոչ մի հատ գիրք չկա, չէ՞ որ ան վերնագիրը համարյա։ Չէ, ոչ մի հատ ես չգիտեմ։ Չէ, գրքերը ամենակում երևի թե ունեն վերնագրեր։ Չի ունենա սա վերնագիր։ Որ ամեն մարդ գտնի իր պատմությունը այդ գրքի մեջ, հա։ Այդա Արամին ունի չասված խոսքեր։ Վստահ եմ ունի, բայց ու տարբեր բաների շուրջ, չեմ կարող ասել։ Ես դու ունեմ շատ։ Ինչը կամով է խանգարում խոսել այդ չասվածը։ Երևի թե ես կարծում եմ, որ դա այնքան հետաքրքիր կամ կարևոր չի դիմացինին, որ ոնց որ այդ մի հատ sense կոմպլեքս կա, որ դու մի քիչ վախենում ես լինես ավելի շատ, քան դիմացինը կամ սպասում է կամ ակնկալում է, այն որ երևի թե ես 40 րոպեն շատ էր, որ ես խոսացի, պետք էր 10 վայրկյանում սահմանափակվել կամ սա պետք չէր ասել, որտեղ դիմացինին իզուր ոչ թե ծանրաբեռնեցին, այլ իր կյանքում ոչինչ չփոխվեց, հա։ Շատ լավ, եթե դիմացիներն էլ դնենք մի կողմ, Այդա Արամին ինքն իրեն ունի չասված խոսքեր։ Ինձ թվում է, չէ, ինքն իրեն չասված, չտրված երևի մինչև վերջ աջակցություն ունի ինչ-որ առումներով կասկածներ ունի, որոնք որ տրվել էին, որոնք որ չպիտի տային, տրվեին, բայց խոսքեր արդեն չէ, արդեն այդ ամեն ինչը ես ինքսի հետ քննարկել եմ։ Շատ լավ, ես ի սրտե ցանկանում եմ, որ այդ կասկածներն չլինեն, դու ինքդ քեզ հետ որևիցե չասված կետ չունենաս։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, որ այսօր եկել էիր եւ զարդարեցիր քո ներկայությամբ չասված խոսքերը։ Սիրով։ Քեզ վաղտում եմ լավագույնը։ Շնորհակալություն նմանապես։ Շնորհակալ եմ։ Դե ինչ, հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա իմ հյուրը սիրված երգչուհի Այդա Արամին էր։ Շնորհակալություն, մինչ հանդիպում։